Բոլորին անցնելը ես ամենօրյա այդպես ասած ամեն անգամվա չգիտեմ, կարծես մի տեսակ այդպես խնդիր ա եղել, անպայման պիտի սկզբում ես անդրադառնամ այդ Լաս Վեգասում կալանավորված Վարդան Ղուկասյանին։ Ես երեք անցյալ շաբաթ ասել եմ, որ թեման ինձ համար փակված է, ընդհանրապես չեմ էլ ուզում անդրադառնալ իմ արժեքավոր ժամանակը հատկացնել նրան, բայց նկատեցի, որ 3 չանցած օրներ, եթե չեմ սխալվում, իր փաստաբան արգելի պարոն Լևոն Բաղդասարյանը ինչ որ հայտարարություններ էր արել, իհարկե անուղղակի կերպով իմ մասին էր խոսում, նշել է, որ ես Նյու Յորքում եմ, բայց ես Նյու Յորքում չեմ, ամեն դեպքում սխալին իրեն փոխանցել, բայց ամեն դեպքում ես կարծում եմ անհրաժեշտ է մի շատ կարճ մի քանի րոպեներով պատասխանեմ, որտեղ ուղղակի անդրադարձ էր եղել Հիմա հետարքին անդրադարձ էր, եթե չեք հետևեք, առաջարկեմ գնաք լսեք Փակ TV-ում Համլետ Ղուշյանի հետ իրեն զրույցը, որ ունեցել էի։ Նախ մի բան շատ հստակ ասեմ, ես միշտ եմ ասել, հիմա էլ եմ կրկնում, անկախ դրանից թե ես ում աջակիցն եմ, իմ Facebook-յան էջում ում եմ համակրում, ում եմ աջակցում, կամ որ քաղաքական ուղղությանն եմ հետևում, որ կուսակցությանն եմ անդամակցում, իմ տեսակետները, որ արտահայտում եմ իմ YouTube-յան ալիքում, իմ հաղորդումների ժամանակ, իմ Facebook-յան գրառումները բացառապես միանշանակ իմ անձնական տեսակետներն են։ Ինչպես յուրաքանչյուր մարդ այս քաղաքացի, ով ապրում է այս աշխարհում, իրավունք ունի ունենալ իր տեսակետը, իր մտածողությունը, իր դիրքորոշումները, իր մտածածը արտահայտել խոսքի ազատության շրջանակներում 21-րդ դարում ենք ապրում ի վերջո, բոլորս իրավունք ունենք մեր տեսակետները արտահայտելու եւ որևէ մեկը չպետք է այդ առումով կաշկանդված լինի, միշտ այնտեղ որ ուրիշներին չայոյի, չվիրավորի եւ չմտնի ուրիշների անձնական, այդպես ասած, տարածք։ Ես դա հարգել եմ միշտ, չեմ մտել եւ իմ տեսակետները բարձրաձայն անկաշկանդ արտահայտել եմ, անկախ դրանից, որ ուղղությանն եմ հետևել կամ որ կուսակցության անդամ եմ կամ ում եմ աջակցում։ Հետաբար փորձ չկատարեք, խնդրում եմ, որևիցե մեկին վերագրել, որևիցե կուսակցության կամ որևիցե անհատի վերագրել իմ տեսակետները, որոնք արտահայտում եմ, շեշտում եմ, դրանք բացառապես իմ տեսակետներն են, իմ խոսքի ազատության իրավունքների սահմաններում։ Եթե մեկը կարողանա ապացուցել, որ մեկը ինձ մեկ լումա գումարա տրամադրում ինչ-որ բան գրելու կամ արտահայտելու համար, կամ նույնիսկ որից հետեքից ուղղորդում կա իմ վրա մի բան ասելու, մի բան անելու, ես պատրաստ եմ հրապարակավ դա հրապարակել, այդ ապացույցները հրապարակել եւ ներողություն խնդրել։ Հիմա Լևոն Բաղդասարյանը գրած գալու մասին էր խոսում, ասում էր այդպիսի ինստիտուտ կա Հայաստանում իրավաբանություն, չգիտեմ արդարադատության մեջ գրած գալու ինստիտուտը որն է, եթե չեն ստա այդպիսի բան էր ասում, գրած էր առաջարկում, ես էլ նման գրած կառաջարկեմ, եթե մեկը կարողանա որից ապացույց հրապարակել, որ մեկ ինձ ինչ-որ բան ա վճարել, ինչ-որ բան գրելու կամ արտահայտելու համար, կամ ինչ-որ հրահանգ ա իջեցվել մի տեղից, որ պիտի այս գրես, այս պետք է ասես եւ ես նույնը գրել եմ, նույնը ասել եմ, բացառված այդպիսի բան։ Ես երկու հայտարարություններ էի արել իմ Հայդի Կայքեջի հետ հարցազրույցի ժամանակ, մեկը Վարդան Ղուկասյանի այդ ըմբոստ կեսվածքի մասին հայտարարություն էր արել Լևոն Բաղդասարյանը, որ նրա ըմբոստ տեսակի պատճառով ինչ-որ բան ա փոխվել Լաս Վեգասի կալանավայրում, մաքսային ծառայության, այդտեղ որ պահվում են անօրինական իմիգրանտներին, շատ բան ա փոխվել Վարդան Ղուկասյանի ըմբոստ կեսվածքի, պահվածքի, բողոքների պատճառով, եւ երկրորդը նաեւ իր, այդպես ասած, այր երկիր մեկնելու մասին էի հավակնել, որ այդ ամեն ինչը որ գրում են 5 երկրից նախագահների ստորագրության հրավերներ կա, անիմաստ է եւ անհիմն է, եւ հիմնականում մի քանի երկրներ են, որոնք Միացյալ Նահանգների պայմանագրեր ունեն, ընդունում են։ Առաջինի դեպքում պարոն Լևոն Բաղդասարյանը հերքել էր ինձ, գրած էր, ասել էր եկեք գրած գանք $1 միլիոն, իսկ գիտեմ ծիծաղի առարկա է, ես գրած չեմ ուզում գալ, բայց անհրաժեշտ եմ համանում պատասխանել, որտեղ եթե այսպես շարունակվի, չգիտեմ, մեկը տեսեք վաղը այդպես այդ հատին դոյելը կա ժամանակին անում էին մենամարտը, գործը դրանք հաշվի կամ ռուսական ռուլետի առաջարկ անեն, ես չեմ ուզում այդտեղ գնանք հասնենք ռուսական ռուլետ խաղանք միասին Վարդան Ղուկասյանի վրա, բայց ամեն դեպքում իսկ ասում եմ անհրաժեշտ է բացատրություն տալ։ Լևոն Բաղդասարյանը հետեւյալ կերպ է ուրեմն բացատրում, ես ուզեմ հավատարիմ մնալով իր բացատրությունը ձեզ համար կրկնել, որ հետեւյալն է եղել, իբր թե ծանր պայմաններ են եղել կալանավայրում եւ այդ մասին փաստաբան Լևոն Բաղդասարյանը նամակ է գրել համապատասխան կառույցներին, իրավապաշտպան կառույցներին եւ այո, այդ նամակը կա, հրապարակվել է անգլերեն լեզվով գրված է, դա փաստ է, այդ նամակը գրվել է եւ այդ նամակի գրվելուց հետո իբր թե ընթացք է տրվել այդ բողոքին եւ այդ բողոքին ընթաց տալուց հետո պայմանները մասամբ բարելավել են այդ կալանավայրում։ Ես դա ընդունում եմ որպես փաստ, շնորհակալություն եմ հայտնում պարոն Լևոն Բաղդասարյանին։ Բայց մեկը կարող է ինձ ասել այստեղ որտեղ կամ գտնի Վարդան Ղուկասյանի ըմբոստ տեսակի դերակատարությունը։
Խնդիրը այստեղ է, որտեղ ընդհանրապես Վարդան Ղուկասյանի ըմբոս տեսակը ոչ մի դերակատարություն չունեցել, եթե եղել է դերակատարություն, փաստաբան Լևոն Բաղդասարյանն այդ դերակատարություն ունեցել, նամակ է գրել, ինքն է նամակ գրել, բողոքել է, հավանաբար ամերիկացի փաստաբաններն էլ հետևել են, ինչ որ բան է փոխվել։ Հետաբար այստեղ խոսել, որ Վարդան Ղուկասյանի ամբողջ տեսակն այդ ամեն ինչ արել, գիտեք, հենց այնա որ ես եմ ասում, մի քիչ չափազանցություն է եւ ժողովրդին մի տեսակ, այդպես ասած, սխալ տեղեկություններ փոխանցելու շատ པարզ եւ ուղակի այդպես ասած նկարագրություն է։ Ինչու եմ ասում չի կարող դա անել, որտեվ հենց նույն այդ կուսակցության Facebook-յան էջում հաղորդում կա ամերիկյան Լաս Վեգասում, եթե չեմ սխալվում, մի հեռուստաալիքի հաղորդումն է, հենց իրենք են տեղադրել, հայերենով դրա թարգմանությունն են տեղադրել, որ Վարդան Ղուկասյանը լեզվի չի տիրապետում անգլերենի, միայն գիտի հայերեն եւ ռուսերեն, այնտեղ լեզվի խնդիր ունեցել, իրեն հրահանգներ է մի քանի անգամ տվել, հրահանգները չի կատարել, հայտնվել է մենախցում, առողջական լուրջ խնդիրներ է ունեցել, զգացողությունն է կորսել, ծանր պայմանների պատճառով։ Գիտեք, հիմա այդ ընթացքում այդ ըմբոս տեսակը որտեղ է, ես չեմ կարողանում գտնել։ Եթե մեկը գտավ, ասեք ինձ, ես պատրաստ եմ պաստաբանի գրազն են ընդունել, ներողություն են խնդրել, բայց անկեղծ եմ ասում, այդտեղ ոյցե ըմբոս տեսակի դերակատարություն ես չեմ նկատել ու չեմ կարծում ոյցե մեկը նկատի։ Իսկ ինչ վերաբերում է որևիցե երկիր մեկնելուն, պարոն Բաղդասարյանն ասում է, որ կա ինչ-որ երկրի նախագահի ստորագրությամբ հրավեր, որ իրենք դե չեն հրապարակում անվտանգության նկատառումներից ելնելով։ Ես դա ընդունում եմ որպես փաստ, բայց երբ հրապարակեցին, մի քիչ էլ ավելի այդպես ասած իջնեմ իմ պահանջից։ Հրապարակել է չեմ ուզում, գոնե այդ երկրի անունը ասեն, որ երկրի ուրեմն նախագահն է, որ իր ստորագրությամբ հրավեր ուղարկել մեր սիրելի Վարդան Ղուկասյանին, որ ինքը գնա այնտեղ բնակություն հաստատի։ Անունը տալ ամեն դեպքում 21-րդ դարը դժվար չի դիմել դեսպանատներ, հարցումներ անցկացնել, փորձել ստուգել արդյոք այդպիսի բան կա թե չկա։ Եթե հրապարակեցին, ապացուցեցին, դա անշուշտ բնականաբար որպես մարդ իմ պարտականությունն է ներողություն խնդրել իմ հավակնությունների համար, բայց մինչև այն ժամանակ երբ իրենք իրենց ապացույցները չեն հրապարակել, բնականաբար ես ասելիք չունեմ այս հարցում եւ ես էլ եմ իրավաբանություն սովորել պարոն Բաղդասարյանի նման, իհարկե հավակնություն չունեմ իր չափ բան գիտեմ, բայց ամեն դեպքում մի շատ պարզ տրամաբանություն է գործում իրավաբանության մեջ, եթե դու հավակնություն ես կատարում, մի որ բան ես ասում, դու ես որ պիտի քո ասած ապացուցես, եթե ասում ես 5 երկրից հրավեր կա, դու ես որ պիտի ապացուցես այդ 5 երկրից հրավերներ գալիս, եթե ասում եմ չկա, այդպես չի որ պահանջ ներկայացես դու ապացուցի, չեղած ես ոնց պիտի ապացուցեմ, բայց դուք եթե կա, կարող եմ ավելի հեշտ լինի ձեզ համար այդ ամենը ապացուցել։